Ողջույն բոլորին, այս տեսանյութում հոկտեմբերի 18-ի լուսնային օրացույցն է։ Լուսինը կլինի 9 օրեկան, սկսվում է ժամը 16:12-ից մինչև հոկտեմբերի 19-ը ժամը 16:28 րոպեն։ Այսօր լուսինը կանգնած դիրք ունի ժամը 20:12-ից մինչև հոկտեմբերի 19 առավոտյան ժամը 05:40 րոպեն։ Հոկտեմբերի 18-ին լուսինը գտնվում է այծեղջյուր նշանում, ծնկները, հոդերը, ողնաշարը, ողնաշարի մկանները, ծնկոսկրը, ոսկորները, ջլերը և կապանները, մաշկը, մազերը, փայծաղը և հավասարակշռության օրգանները։ Այս օրգանները այժմ շատ զգայուն են և դրանց նկատմամբ լրացուցիչ խնամք է հարկավոր, իսկ աճող լուսնի ժամանակ վիրահատություններ չի թույլատրվում։ Լուսնային 9-րդ օրվա խորհրդանիշը դա չղջիկն է, նախազգուշացում և ինքնապաշտպանություն։ Օրվա կարգախոսը ժամանակն է դանդաղելու, շտապելու կարիք չկա։ Օրվա գույներն են կարմիրը և կապույտը։ Օրվա քարերն են ալեքսանդրիտը, ռաուխտոպազը և օձը։ Նաև համարվում է ծիր կաթին։ Այսօրը կոչվում է կարմայական փորձությունների օր։ 9-րդ լուսնային օրը մենք աշխարհը տեսնում ենք ծուռ հայելու մեջ։ Սա մոլորությունների օրն է։ Մենք սխալվում ենք, բայց միևնույն ժամանակ ձգտում ենք ամեն գնով պնդել մեր ասածը։ Այսօր հսկայական թվով վեճեր ու կոնֆլիկտներ են լինում։ Այսօրը ոչ ոք չի լսում դիմացինին բացի իրենցից, և միևնույն ժամանակ բոլորը վստահ են իրենց բացառիկ և բացարձակ իրավացիության մեջ։ Մեզ կարող են հետապնդել անհասկանալի վախերը, և ավելի լավ է չտրվել դրանց։ Ինքնապաշտպանության համար անհրաժեշտ է ընտրել համապատասխան հանքանյութ կամ փայտ։ Քարն առավել արդյունավետ կլինի աջ ձեռքի միջնամատի մատանին որպես կամ որպես շղթայի կամ թելի վրա կախազարդ օգտագործեք։ Իսկ փայտե կտորն ավելի լավ է կրել աջ գրպանում և ժամանակ առ ժամանակ շոշափել այն։ Փայտե թալիսմանն ավելի լավ է գնել կամ պատրաստել ձեր ծննդյան օրը և օգտագործել ոչ ավելի քան 1 տարի։ Ավելի շատ մեր տունը կպաշտպանեն սպիտակ ծաղիկները։ Տունը պաշտպանելու համար լավ է մաքրել անկյունները և պահարանները։ Ոչ միայն տարբեր մարդիկ են գալիս մեր տուն, այլև մենք ինքներս և մեր ընտանիքի անդամներն են վատ էներգիա կուտակում տանը տարբեր կենցաղային վեճերով։ Շրջեք բնակարանում ժամացույցի սլաքի օգնությամբ վառվող մոմը ձեր աջ ձեռքին։ Քնելուց առաջ 2 սոխը կիսով չափ կտրատեք, սոխի չափը նշանակություն չունի, և մեկական կեսը դրեք սենյակի յուրաքանչյուր անկյունում։ Առավոտյան առանց ձեռքերով դիպչելու սոխը հավաքեք և թաղեք մի տեղ։ Սոխի փոխարեն կարելի է օգտագործել նաև սխտորի հատիկները։ Այս լուսնային օրվա էներգիան չափազանց անբարենպաստ է մարդկանց համար։ Սա այսպես կոչված նեռի օրն է, երբ ակտիվանում են բոլոր մութ ուժերը, և բացասական էներգիաները սկսում են գերիշխել։ Հնարավոր են անհիմն անհանգստություններ, վախեր, մռայլ մտքեր, նաև պետք է զգուշանալ խաբեությունից։ Հնարավոր են բոլոր տեսակի դժբախտություններ և վատ լուրեր։ Այսօրը ոչ մի նոր բան սկսելու կարիք չկա։ Անցանկալի է երկար ճանապարհորդության մեկնել և ինչ-որ կարևոր գործ ձեռնարկել։ Հետաձգեք մինչև ավելի լավ ժամանակները այն ամենը, ինչ կարելի է հետաձգել, քանի որ կարող է ամեն ինչ ձախողվել։ Փորձեք զսպել ձեր զգացմունքները, էմոցիաները, նույնիսկ եթե ինչ-որ մեկը կամ ինչ-որ բան ձեզ հրահրում է կոնֆլիկտի, զայրույթի և ագրեսիայի։ Մի փորձեք ինչ-որ մեկին ինչ-որ բան ապացուցել, պաշտպանել ձեր կարծիքը։ Այսօր դա կարող է սխալ լինել, իսկ վաղը դուք կզղջաք ձեր երեկվա պահվածքի համար։ Հանգիստ անցեք ձեր սովորական գործին և հանգստացեք։ Նրանք, ովքեր հիվանդանում են այս օրը, պետք է իմանան, որ հիվանդությունները վտանգավոր են, բայց ոչ մահացում։ Հատկապես խոցելի են սիրտն ու նյարդերը, չի բացառվում նաև թունավորում։ Հղիություն այսօրը համարվում է նեռի օր։ Այն հակացուցված է մտերմության և բեղմնավորման համար։ Եթե հղիանաք այսօրը, ապա նա կարող է դառնալ հազվագյուտ, չարագործ, վտանգավոր կախարդ կամ սև մոգ։ Համենայն դեպս մետաղադրամի մյուս կողմն էլ կա։ Եթե երեխան փախչի նման ճակատագրից, ապա նրա կյանքը կդառնա սարսափելի տանջանքներով ու փորձություններով լի։ Լուսնային 9-րդ օրը ծնված երեխաները երկար ու բեղմնավոր կյանք են վարում, բայց ոչ շատ հեշտ։ Հաճախ նրանք դժգոհ են և տառապում են ուրիշների կողմից առաջացած թյուրիմացություններից։
Նրանք պետք է անընդհատ ինքնամաքրվեն, ազատվեն տոքսիներից, ինչպես ֆիզիկական, այնպես էլ աստրալից։ Սանրվածք։ Սև էներգիան չեզոքացնելու համար այսօր պետք է կտրել մազերը, սա կկանխի կոնֆլիկտներն ու վեճերը։ Այսօրվա սանրվածքը կկանխի նաև առօրյա անախորժությունները, որոնք կարող են առաջանալ ձեզ մոտ։ Պլանավորեք սանրվածքը 9-րդ լուսնային օրվա համար եւ եթե չստացվի, ապա լուսնային օրվա սկզբում գոնե 1 թել կտրեք։ Մազերի ներկում բաց գույները կօգնեն խուսափել դժվարություններից։ Կօգնի ձեզ ցրել ձեր գլխում կուտակված վատ մտքերը եւ կկանխի անախորժությունները հարաբերություններում։ Բիզնես եւ աշխատանք 9-րդ լուսնային օրը պետք է նվիրել այն գործերին, որոնք վաղուց սկսվել են եւ պետք է շարունակեք։ Մնացած ամեն ինչ կարող է սպասել։ Օրը կտրականապես հարմար չէ ֆիզկուլտուրա եւ սպորտ սկսելու համար։ Հակացուցված են ուժային վարժություններն ու յոգան։ Հասկանալի է, որ եթե դուք գործարան ունեք, ապա հիմարություն կլինի դադարեցնել դրա աշխատանքը լուսնային ցանկացած օր։ Բայց զերծ մնալ նոր տեխնոլոգիաների ներդրումից, նոր աշխատակիցներ ընդունելուց եւ նոր պայմանագրեր կնքելուց դա իհարկե կարող եք։ 9-րդ լուսնային օրը գրանցված ընկերությունը մի խնդրից դուրս կգա միայն մյուսին հանդիպելու համար եւ հազիվ ծայրը ծայրին կհասցնի կրելով մշտական կամ պարբերաբար մեծ կորուստներ։ Այս լուսնային օրերին դժվար է ներդաշնակության հասնել, ինչպես գործնական, այնպես էլ անձնական հարաբերություններում։ Օրը հակված է կռիվների ու քաշքշուկների։ Աշխատեք խուսափել չմտածված գործողություններից ու կոնֆլիկտներից։ Ստեղծագործական աշխատանքի համար օրը բարենպաստ է, բայց ոչ ֆինանսական գործարքների համար։ Եղեք ուշադիր անգամ ամենամտերիմ գործընկերոջ հանդեպ եւ ավելի լավ է բոլոր ֆինանսական գործարքները տեղափոխեք մեկ այլ օր։ Անձնական կյանք 9-րդ լուսնային օրը հարկավոր է զերծ մնալ ռոմանտիկ ծանոթություններից, քանի որ հնարավոր է հանդիպում սիրային պատրանքի եւ սիրային գայթակղության հետ։ Կարող է չհասկանաք, թե ձեզ հետ ինչ պատահեց եւ երբ արթնանաք, արդեն ուշ կլինի։ Խորհուրդ չի տրվում ամուսնանալ։ 9-րդ լուսնային օրը գրանցված ամուսնությունն իսկական տանջանք է երկու ամուսինների համար։ Նրանք կզգան, որ իրենց ստել են։ Ամենից հաճախ նման ամուսնությունն ավարտվում է բուռն ամուսնալուծությամբ։ Թեև կան երջանիկ բացառություններ։ Նման օրը կնքված միությունը կարող է նաև հանգեցնել նրան, որ ամուսինները շարունակում են միասին ապրել եւ տանջել միմյանց։ Միևնույն ժամանակ նրանք հազար արդարացումներ եւ պատճառներ են գտնում նման անբնական համակեցության համար։ Էզոտերիկա մոլորությունների օր է, պետք է չափազանց ուշադիր լինել ամեն ինչի նկատմամբ։ Եթե այսօրը ձեզ հրավիրեն Աստվածաշունչը կարդալու, ապա ամենայն հավանականությամբ անմիջապես կմտնեք ինչ-որ աղանդի մեջ։ Դուք հեշտությամբ կմտնեք դրա մեջ, բայց ելք փնտրելու համար երկար ժամանակ կպահանջվի։ Թափված կաթը, ինչպես կոտրված հայելին, ուժեղ նախազգուշացում է, որ դուք պետք է վերանայեք ձեր կյանքի հավատը։ Գիշերը հատկապես մութը կարող են շփոթեցնող, նաև մղձավանջային երազներ տեսնեք, ծանր ու ցավոտ։ Այսօրվա երազները մարգարեական չեն լինում, նրանք նշանակություն չունեն, բայց նաև նյարդայնացնող են։ Ինչ կարելի անել այս լուսնային օրը։ Ժամանակ անցկացրեք մենակ, նվիրեք 1 օր ինքներդ ձեզ, զբաղվեք հանգիստ եւ սովորական աշխատանքով։ Ստեղծագործական ինքնազարգացմամբ զբաղվեք եւ հանգստացեք, նաեւ այցելեք բժշկի։ Եվ ինչից պետք է խուսափել այս լուսնային օրը։ Բարդ թեմաների շուրջ սերտ հաղորդակցությունից, նոր նախագծերից, աշխատանքի փոփոխությունից, ֆինանսական գործարքներից եւ ծանր ֆիզիկական ծանրաբեռնվածությունից։ Այսօրը բարենպաստ է դեղորայքի ընդունումը, ներարկումներ կատարել, պլաստիկ վիրահատություն կատարել, նաեւ դաջվածք անել, բարենպաստ է նաեւ վարկ վերցնելու համար, բնակարան ձեռք բերելու համար, գումար հավաքելու, հետ գցելու համար, բնակարանը մաքրելու համար, հարցազրույցի համար, ջրհոր փորելու համար, կահույքը վերադասավորելու համար, նոր տան համար եւ բնակարան շենք եւ առանձնատուն, մեքենա ձեռք բերելու համար, ճամփորդելու համար, ձվերը դնելու ինկուբատորի մեջ եւ ծանոթանալու համար այդքան է բարենպաստ ինքը չեզոք է, ուղղակի պետք է շատ մտերմություն չլինի։ Եվ այգեգործության համար բարենպաստ է բույսերը ջրելը, պղպեղ հավաքելը, բարենպաստ է մայնացնել վարունգը, բազուկի տնկում խնձոր հավաքել, բույսերը
բույսերի համար է լավ, չգիտեմ դա ինչն է, հատումներ, պահպանություն, եթե ուզում եք տեղափոխեք, ապա կարող եք տեղափոխվել, ձմերուկների համար է լավ, խաղողի տնկման, ազնվամորու համար է լավ, կարտոֆիլը տնկելու համար է շատ բարենպաստ։ Այսքանը սիրելիներս, ձեզ հաճելի օր եմ մաղթում։